մուլտիպլիկացիոն ուսուցողական ողջույններ իմ փոքրիկ եւ մեծ բարեկամներ։ Եթերում մուլտիկնիկ մանկապատանեկան ուսուցողական հաղորդումն է ձեզ ողջունում մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի մուլտիկնիկը, ձեզ սիրված բոլոր մուլտիպլիկացիոն հերոսները եւ իհարկե այս տեսախցիկի ետևում գտնող մեր ժամապահ Քերի ողջույն։ Քերին ողջունում է նաեւ ձեզ սիրելի փոքրիկներ։ Տեսեք, այսօր հետաքրքիր մի մուլտիպլիկացիոն կերպար ենք նկարելու մեր մշտական հեռուստադիտողներից մեկի խնդրանքով։ Տեսեք, մեր նամակների սենյակից ես մի ծրար եմ ընտրել, որտեղ մեր մշտական հեռուստադիտող Անի Սուքյասյանը 12 տարեկան քաղաք Երևանից Քերի մուլտիպլիկին խնդրել է, որպեսզի այսպիսի մի վերնագրով նկար սովորեցին նկարել ձեզ սիրելի փոքրիկներ։ Լճակի գորտը։ Այդպես լճակի գորտը։ Այսպիսի մի վերնագրով նկարել։ Անի ջան, անպայման քո խնդրանքը, առաջադրանքը հենց այս պահին կկատարենք, իսկ մյուս փոքրիկները մեր վարպետանց, հեռուստատեսային վարպետանց դասին հիմա պետք է պատրաստ լինեն իրենց սպիտակ թղթիկներով, գունավոր մատիտներով, սև կախարդական մատիտով, ռետինե ջնջոցով, որպեսզի արդեն ձեզ հետ միասին սովորենք նկարել այսօրվա մեր հերոսին։ Ինչ ենք անում իմ փոքրիկ բարեկամներ։ Մեր այս զվարճալի մուլտիպլիկացիոն գորտին նկարելու համար երկու կլորիկ եմ նկարելու, իբրև աչքեր։ Պատրաստ եք։ Այստեղ ուշադրություն, իրար կպած համարյա թե 1 2 նույնիսկ մեկը, եթե նկատում եք, ավելի մեծ է։ Սևիկները ձվաձև եմ անելու, այսպես, վերևում սպիտակ փայլիկ թողնելով ու իրար մոտ։ Տեսակ, սա կլինի մեր մուլտիպլիկացիոն գորտի աչքերը, զարմանալի աչքերը։ Այստեղ ես կոպերել կանեմ 1 2 շատ լավ է, ճակատային մասը մի փոքր կերևա այստեղ։ Հիմա այտերն ենք նկարելու սիրելի փոքրիկ բարեկամներ, ուշադրություն այ աչքերի այս մասից։ Այսպիսի մի պատկեր ենք նկարելու, քթանցք, անձրևի կաթիլի նման։ Ներքևի շրթունքը, հոպ, մեր գորտի գլուխը արդեն պատրաստ է, հեշտ ստացվեց, չէ։ Հիմա ինչ ենք անելու, մարմինն եմ նկարելու, ավելի հեշտ ձևով։ Կարծես թե պարկ լինի, այստեղ փորիկն ու մարմինը այսպես կնկարեմ։ Հեշտ ձևով։ Հետո ձեռքերն եմ նկարելու, ուշադրություն, 1 2 ու մյուս մուլտիպլիկացիոն կերպարների նման մատիկներ չենք անի, լաստաթաթիկներ կանենք։ Ուշադրություն, թե գծիկ, փոսիկ, գորիկով, փոսիկ։ Այս գծիկներ կառանձնացնենք։ Սա մեկ լաստաթաթիկ, այսինքն աջ ձեռքը։ Հետո մյուս ձեռքն ենք նկարում այս մասից, մեր երջանիկ գորտուկի, ինչպես էր վերնագրել Անին, լճակի գորտը։ Գուցե այս լճակի իշխանն է նա։ Մյուս լաստաթաթիկներ նկարեցինք, փորիկը կառանձնացնեմ։ Հիմա նրանք կնկարենք լճակի կենտրոնում, իմ փոքրիկ բարեկամներ, տերևիկի վրա նստած։ Ետևի ոտքերը այսպես ենք նկարելու 1, հետո նոր լաստաթաթիկը, ձախ ոտքը, նույն ձևով, 1 ու թաթիկը։ Շատ լավ է։ Ոտքերը կարող ենք մի փոքր այսպես ընդգծել։ Տերևիկն է մնում նկարել, ջրի վրա, երևի ջրաշուշանի տերևիկ նկարենք կամ ինչ տերևիկ ցանկանում եք, դա էլ նկարենք։ Սա էլ տերևիկը, մեզ ինչքան ժամանակ ունենք, լիքը ժամանակ ունենք, հերվում լճակի ափը կնկարենք այնտեղ, բամբուկներ, խոտիկներ, հերվում արևը շպտացող, ուրեմն այստեղից գծիկով լճակը կբաժանենք, ձախակողմյա ափը, աջակողմյան ափը, այստեղ բամբուկներ կնկարենք, 1, չմոռանաք տերևիկն էլ նկարել, այսպես շատ լավ է, ևս մի փոքրիկ բամբուկ այստեղ, դուք ձեր մանկական երևակայությամբ սիրելի փոքրիկներ կարող եք այլ խոտիկներ, բնություն նկարել, արտացոլանքը, հերվում փոքրիկ արևը, ջերմացնող, հոպ,
նույնիսկ կարող են կենթանություն տալ, աչքեր տալ արևին, երևի գորտուկին է նայում, ու ժպտում է։ Այսպես, վերջ, մեզ շատ արագ անհրաժեշտ է մեր գորտուկին ներկել, բայց ես ուզում եմ սև հաստմատիտով մեր հերոսին ընդգծենք, որպեսզի ավելի լավ երևա հերոսը։ Ուշադրություն վերևից եմ սկսելու, հաստմատիտով այսպես ամբողջովին կերպարին, այսպես ընդգծելու եմ։ Բնությունը չեմ ընդգծի։ Այսպես։ Ավելի լավ երևաց, ճիշտ է, ձեր հերոսը։ Այսպես։ Մնացած նկարված պատկերները չենք ընդգծի, ուղղակի միայն գորտուկին։ Այստեղ ձախ լաստաթաթիկն ենք հիմա ընդգծելու 1, 2, 3 ու տեսեք, սիրելի փոքրիկ, արևը աջակողմի հատվածից է, դրա համար ստվերը դեպի ձախ կանենք, այսպես, ոտքի տակ գտնվող ստվերը, փորիկի տակ, այստեղ ջրի ալիքները և հիմա պետք է ներկել, ես ուզում եմ հենց այս պահին վերցնել մուգ կապույտ մատիտը, թե գորտուկից սկսենք, լավ ժամանակ նայենք, գորտուկից ենք սկսում, մուգ կանաչ մատիտը վերցնում եմ, գորտուկին ընդգծում եմ, տեսեք, աչքերը սպիտակ ենք թողելու սիրելի փոքրիկ բարեկամներ, այսպես, ու եթե նկատում եք քերի մուլտիկնիկը մուգ կանաչ մատիտով ձախակողմի հատվածը այսպես ներկում է, այսպես, ներքևի հատվածը, ձախակողմյան հատվածը մուգ, հետո մենք բաց կանաչ մատիտով արդեն աջակողմյան հատվածն ենք ներկելու, ավելի լուսավոր կողմը, այսպես, ինչ պետք է անենք, կոպերը նորից կընդգծենք, մեր գորտուկի ճակատային մասը, թևիկի ներքևի հատվածը, լաստաթաթիկների ներքևի հատվածը, փորիկի տակ, փորիկներ ենք կլորացնում, ուշադրություն, մուգ կանաչ մատիտը մի կողմ ենք դնում, վերցնում ենք բաց կանաչ մատիտը, սիրելի փոքրիկ բարեկամներ, այսպես, ու սպիտակ թողված հատվածներ արդեն բաց կանաչ ենք ներկելու, աչքերը սպիտակ ենք թողնում, ինչպես ասացի, տեսեք ինչ ծիծաղելի և հետաքրքիր լճակի գործ ստացանք ձեզ հետ իմ փոքրիկ բարեկամներ, փորիկներ թողեք սպիտակ, անցնում ենք ոտքերին, այսպես, դեղին մատիտ կվերցնեմ, տեսեք իմ փոքրիկ բարեկամներ, փորիկը կներկեմ դեղին մատիտով, դե քանի որ ինքը կանաչ է, տերևիկը կանաչ չենք անի, աշնանային տերևիկ կանենք դեղինով, այսպես, հետո նոր կանաչը կօգտագործենք արդեն, դեղինով ներկեցիք, շատ լավ արեցիք, բաց կանաչ մատիտը վերցնում եք, ներքևի ու ձախակողմի հատվածը մի փոքր այսպես երանգավորում եք, մուգ կապույտ մատիտ ուր ես, ահանա, լճակը ներկելու ենք մուգ կապույտ, հիմա եզրագծում եմ գորտուկին, սպիտակ թղթիկը ճնշելով, եզրագծելուց հետո արդեն լճակը ամբողջովին կարող եք ներկել, հիմա տերևիկներն եմ եզրագծելու, անցնում ենք աջակողմի հատվածը ներկելուն, այսպես, արտացոլանքները հետո կխառնենք կապույտ մատիտին, մնացածը ներկեմ, հետո որ ժամանակ ունենանք ամբողջությամբ սիրելի փոքրիկներ, լճակը կներկենք, հա, պայմանավորվեցինք, քերին ժամապահ, եթե մեզ եթերային ժամանակ տվեց, մենք անպայման կներկենք ամբողջությամբ լճակը, տեսեք, մուգ կանաչ մատիտով թմբերն եմ ներկելու,
ընդգծելու եմ ցողունները, տերևիկներն եմ ներկելու, այսպես։ Բամբուկների, աչակողմյա մասը նույն ձևով կընդգծենք, էլի ցողունը, այսպես կանաչով կներկեմ, տերևիկները կներկեմ, շատ լավ է, հիմա արտացոլանք աչ և ձախ այսպես ջրի վրա կերևա կանաչը, շագանակագույն մատիտը վերցնելու ենք, բամբուկի ծաղիկը այսպես կլորիկ, զվաձայև ավելի ճիշտ, պատկերը ներկելու ենք, այսպես, այլիկ կարող եք վերևի հատվածում թողնել, մի քիչ հող էստեղ շագանակագույն, մի քիչ էլ էստեղ, ոչ չէ, չմոռանաք արևին ներկել դեղին գույնով, իմ փոքրիկ բարեկամներ, մեր այս շփտերես արևին, շողերը այսպես կընդգծեմ, քանի որ դեղին մատիտը մեր ձեռքին է, բամբուկի ծաղիկի վրա այսպես նախշեր կանենք, դեղին կավելացնենք այստեղ, բացկապույտ մատիտը եթե գտնենք, ամպիկներ կանենք վերևի հատվածում, նաև այս մասում մի փոքր էլ մենք սպիտակ թղթիկից կառանձնացնենք մեր գործին, բայց այնպես կներկենք իբրև ամպիկները, ամբողջությամբ թղթիկը չենք ներկի, շատ լավ է, այսպես, այ հիմա իմ խոստացած, որ ամբողջովին, եթե ժամանակ ունենանք լճակը ներկելու ենք, ուղղակի ձեզ կխնդրեմ, սիրելի փոքրիկներ, այսպես ներկելով զուգահեռ գծիկներով, ոչ թե վերև ներքև աջ ձախ, ուղղակի աջ ձախ ուղիղ իջնում ենք։ Ներկելուց նաև ալիքներ կստանաք դուք։ Այստեղ է։ Շատ լավ է, մենք նկարը ավարտեցինք, կարծում եմ ձեզ շատ դուր եկավ, ձեզ մոտ է ստացվեց, չէ՞։ Անի Սուքիասյանը 12 տարեկան քաղաք Երևանից մեր մշտական հեռուստադիտողը, փոքրիկ նկարչուհին, շատ էր խնդրել Քերի Մուլտիկնիկին, որպեսզի Քերին ձեզ սովորեցնի նկարել լճափի գործը մուլտիպլիկացիոն կերպարի։ Դուք կարող եք նկարը շարունակել, գուցե էլի հերոսներ նկարեք։ Կարևորը այսօր մենք ձեզ հետ միասին սովորեցինք նկարել այս հետաքրքիր հերոսին։ Մինչ մեր հասցեն հիշեցնելը, ես ուզում եմ ամանորյա մի փոքրիկ հայտարարություն անել, անցած շաբաթ էլ արեցի, հատուկ Վանաձոր քաղաքում բնակվող փոքրիկների համար, սիրելի վանաձորցիներ եւ մերձակայքում բնակվող փոքրիկներ մեծեր։ Քերի Մուլտիկնիկը դեկտեմբերի 24-ից մինչև 30-ը ձեզ բոլորիդ հրավիրում է Վանաձորի տիկնիկային թատրոն ներկա գտնվելու ամանորյա կախարդական վրձինը երաժշտական հեքիաթ ներկայացմանը։ Տեղեկությունների եւ տոմսերի համար կարող եք զանգահարել 033 04 12 44 հեռախոսահամարով։ Այսքանը մեր ժամանակը արդեն մոտենում է իր ավարտին, բայց ես ուզում եմ մի քանի Քերին ասում եմ մի 2 րոպե կարող եմ ձեզ տրամադրել։ Ես ուզում եմ մի քանի ծաղիկներ, գուցե ջրաշուշաններ նկարենք, այստեղ վարդագույն մատիտով, տեսեք։ Ես այսպես թերթիկներ կանեմ, Քերին բարի է, տեսեք ինչքան ժամանակ է տալիս, նույնիսկ մենք հասցնենք ջրաշուշաններ նկարել։ Այսպես նայեք։ Ես ծաղկի թերթիկներ եմ նկարում, վարդագույնով, մի քիչ սպիտակ է այնտեղ, հետո դեղին մատիտը ուր է։ Մեզ եթե օգնության գա, դեղին մատիտը շատ լավ կլինի։ Կենտրոնական մասում այսպես մի քիչ դեղին եմ ավելացնելու, հետո սև մատիտն է մեզ օգնության գալու, ու այստեղ արդեն ընդգծելով նկարելու ենք մեր ջրաշուշանը, տեսեք։ Հոպ։ Ընդգծվում է ձեզ մոտ, շատ լավ է։ Մենք հասցրեցինք մեր բարի ժամապահ Քերու տված եթերային ժամանակից օգտվել, նույնիսկ այստեղ ծաղիկներ նկարել։ Կարող եք տերևիկ այսպես շարունակել նկարել, բայց դա արդեն հաղորդումից հետո։ Իմ լավ բարեկամներ,
մենք մեր նկարը ավարտեցինք։ Լճակի գործուկը վերնագրով նկարը, սիրելի փոքրիկներ, մեզ խնդրել էր 12 տարեկան Աննի Սուքյասյանը, որ քերի մուլտիկնիկը նկարի, ապրեք։ Ավարտեցինք, բայց մինչ ավարտ ասեմ, որ քերի մուլտիկնիկին հյուր է եկել մի տաղանդավոր փոքրիկ աղջնակ եւ ուզում է իր հայրենասիրական զինվորի մասին բանաստեղծությամբ զարմացնի թե քերի մուլտիկնիկին եւ թե ձեզ իմ փոքրիկ հերոստատիտողներ։ Ով է մեր հյուրը, իմ շատ սիրելի իմ բարեկամ 5 տարեկան Արփի Մարգարյանը։ Իր զինվորի մասին բանաստեղծությունով։ Գնացինք, Արփի, լսում ենք քեզ։ Բարև ձեզ, ես Արփի Մարգարյանն եմ, 5 տարեկան, այսօր ես եկել եմ քերի մուլտիկնիկի համար մի բանաստեղծություն արտասանեմ զինվորի մասին։ Դու հայ զինվոր, դու մեր ընկեր, դու հայրենի հողն ես փրկել, կյանքդ անգամ չես խնայել, հողն արյունով ես դու մաղել, թշնամիներ քեզից փախել, ի սահմաններ քեզ է թողել։ Սեսություն։ Շնորհակալություն Արփի, այսպիսի գեղեցիկ նվեր անելու համար։ Ապրես դու, քերի մուլտիկնիկը քեզ էլի է սպասում իր տաղավարում։ Դե ինչ, ժամանակն է հրաժեշտի, որպեսզի դուք էլ ձեր նկարները ուղարկեք, առաջադրանքները, գուցե հաղթող ճանաչվեք եւ Արփիի նման հայտնվեք քերի մուլտիկնիկի տաղավարում։ Դրա համար պետք է ձեր նամակներն ու նկարները ուղարկեք քերի մուլտիկնիկին մեր անփոփոխ հասցեով։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրների 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը։ Այսօրվա համար այսքանը սիրելի փոքրիկներ, ժամանակն է հրաժեշտի, ձեզ հրաժեշտ է տալիս քերին, մյուս քերին եւ մուլտ աշխարհի բոլոր հերոսները։ Ալբուլդա